դեպս դրա տեղակալը ով որ այա, էսի թողը արձանագրի։ Ուրեմն massive universal-ից վրի բանը բուտիկները որ կան, 30 հատ բանը բուտիկա, որից 7-նա բանով օրինական, մնացած 23-ը անլեգալ, մարդը տալը մա 300-400 դրամ, ամիսը, և սացնում է բյուջե, հարկային, մաքսային, սոցվաճար և ալն։ Ընգաց, ասում են բյուջեն չենք կարում լծենք, պիտի տրանսպորտը թանգասնենք, միկրոբիզնեսին պիտի խեղտենք, բյուջեն չենք կարում, իսկ որտեղից կարանալ, կանչիներս, եկավ, բոզիս տղեն, վազգենի քուշ, ումա պատկանը մասիվը, վազգենի քուշ, ովա մասիվի թաղապետը, վազգենի քուշ, մասիվի թաղապետարանը, այս բոզի տղու հետ միասին, 30 բուծիկից, խանութնի է, 30 հատ, ուրեմն 7-նա օրինական, հասցներն ասում եմ, գայի պողոտա, 16-ի ադրոբ 2, 16-ի դրոբ 3, 16-ի դրոբ 4, 16-ի դրոբ 5, 16-ի 6, 16-ի 12, 16-ի 26, սրանք օրինական են, սրանք իբր թե վճարում են հարկ, մարկ, տուրկ և ալն, իսկ են 23-ը, կեսը գնմա Արամ Զավենովնայի կնգադլոն, կեսը գնմա Մասիվի թաղապետի կնգադլոն, կեսը գնմա այս բոզի տղու կնգադլոն, ու հիմա էլ ասմա, որ դեկտեմբերի վերջել հանամա սաղին սիկտիրանի, ատե պիտի շենք կծի, բոզիս տղեն, շենք հաուզմ կծի, ուրդից Ղարաբաղ ծսրին, բեինըտե բուծիկ սարքին, շենք են կծեմ, կպայի հիմնադրամին փողերա պոկանցեմ, սիստեմատիկաբար 5 միլիոն, 500,000 դրամ, 2 միլիոն, և ալն, և դա է պատճառը, որ ոչ մեկ սա հետևից չի լմ։ Գասկը ինձ լսում, պիտի որ լսի, չէ, գասկի պետը սրանից խաբար չի, թաղապետը, հիմա որ գնաց թաղապետին ասեց, ես ինչա, բոզի տաղա, 30 բուծիկից, 7-նա գրանցված հարկայինով, բանով, ամեն ինչով, օրինական, մնացածը ոչ, սա ինչ է նշանակը, ինչա պատասխանելու, ապրի ռուզիկ, Պուտինն է մեղավոր, Պուտինը ծծծնի նավարիդ բոզի տաղա, Կրեմլի պաչոտնի կարաուլը, են որ ացտվա, անելով գալի կայնմա Լենինի դամբարանի դեմը, անմար կրակի, են բարակ սիրուն ոտերով զինվորները, հետ ինչ Կրեմլովսկայա գվարդզիա, Պրիտոմ, կոննիցան էլ հետը, ձիերի վրա նստած, գան, մտնեն, կոտուն, վազգենի քուշ, պեսեքիտ, խնամիներիտ, աղշկեքիտ, զոքանչ, խանեմ, կնգատ, սաղին դնեն, ծծնեն, Մոսկվազ, վանյատ կալակալա, երկի տակ, նալևո, շակմարշ, անեն ու եթան, բոզի տաղա, կո տաղապետը խաբար չի, 23 բուծիկ դուրս համնացե հարկային այսպես ասած տեսադաշտից, խաբար էիր, ղաղպ, բա հավարով ես մարդքանց վրա ես գերեմ, բա վազգենի քվոր վրախի չես գերեմ, պեկը ինձ լսավ, գասկը ինձ լսավ, թե Երևանի, թե Հանրապետության, որպեսզի վաղը չխառնվեն իար, չասեն վայր, դոգը եկավ մեր տուն, դուրզում ես էդ հանք, մի տեղ աղջի, հոսա, կողմա, գլխավոր դատախազը կողմա, Եվ հանուն նրա, հիմա վաղը մյուսով, Նիկոլ բոզի տղեն պիտի հլնի ասի սրան եմ հանում, նրան եմ հանում, վատ եք աշխատանք և ալն, իմ հապերության բաժակը լծվել է, ղաղպի տղա խտրեմ, Ռուստան Բադասյանի մաշկիլուսը չի, բայց եթե Ռուստան Բադասյանը սրա մասին գիտի ու զենշանը, դու ինչ ես, են ասմա բոզի տղա եմ, բա հիմա նույն, Մասիվի թաղապետին, Հայաստանի Հանրապետությանը, պետական բյուջեի, այս ահրելի վնասը, որ տվել է 23 բուծիկ, հելմա դրեք հաշվեք, քանի տարիա կա և ոչ մի հարկային մոտիկ չի գնում բացարձակապես, ով է մեղավոր, Պուտինն է մեղավոր, Պուտինը դնի կնգատ բեյնին, բոզի տղա, Արամ Վազգենովնա, Զավենովնա, ինձ լսավ չէ, թե գասկը, թե մյուսը, Որ դու չասեք, մտավ մեր տուն, առավոտ և ետ ես հիմնարկը ծծցնել։ Առավոտ և ետ։ Ուր այդ կնիգը։ Հեսա։ Ես խոսք եմ տվել։ Պուտինն է մեղավոր։
իանք թալնեն, նրան մեղադրել։ Ալո։ Ալո, բարև։ Բարև ձեզ Տիկին Անժելա, ես ինչպես խոստացել էի, ես չէի գտնում, որովհետև իմ մոտ նամակների տեղատարապ, դամար ես եթերով խնդրեցի, որ դուք մի նշան ուղարկեք, ձեր էջը բարձրանալ վերև։ Մենք լսում ենք ձեզ, նախ ուզում եմ ձեզ ներկայացնեմ, դուք զոհված զինծառայողի մայր եք, ես ճիշտ եմ հիշում։ Այո։ Ձեր տղան երբ է զոհվել։ Ճիշտ ասած, կուզենայի ձեր եթերով բարձրաձայնել այսպիսի խնդիր։ Ահա։ Տրանսպորտի թանկացման հետ կապված։ Այո։ Կուզենայի հասկանայի, այդ ցուցակը, որ հրապարակել են արտոնյակ պայմաններով, ովքեր որ կարող են օգտվել տրանսպորտից, ինչ որ մի մասը անվճար, մի մասը մի քանի տոկոս զերծ եւ այլն, բայց զոհվածի ծնողների անունները, ընդհանրապես զոհվածի ծնողները չկան։ Այսինքն ո՞նց կլինի այդպես։ Ես ձեզ հետ համաձայն եմ, նաև գիտեք ոնց, այն որ այս տրանսպորտի թանկացումը ինքը խայտարակությունը այն առումով, որ մի քանի անգամ է բարձրացել լուսամանվածից, 3 անգամ է բարձրացել եւ դրա հետ մեկտեղ պետք է ինչ որ գոնե 2 անգամ կամ 1 անգամ կամ ինչ որ մի ձև բարձրանա ժողովրդի աշխատավարձը, բայց մենք տենում ենք որ նպաստները, թոշակները չեն բարձրանալու, բայց տրանսպորտը թանկանում է 3 անգամ։ Ես իմ նախընտրական ծրագրի մեջ գրել եմ, որ մենք չեղարկելու ենք այս որոշումը եւ եթե Երևանի տրանսպորտը մենք, ասիկան Վարդան Ղուկասյանի իշխանությունը թանկացնի, նա պիտի թանկացնի 2028 թվին, բայց այն էլ ընդամենը 100 դրամով, բայց փոխարենը բարձրացնելով աշխատավարձերը եւ նպաստերը, քանի աշխատավարձը նպաստ չի բարձրացել, տրանսպորտը թանկանալու իրավունք չունի։ Իսկ սես թանկացում, սա ես կատեգորիկ չեմ կարողանում այդ հասկանալ, սա ինչա նշանակում։ Իսկ ինչ վերաբերում է զոհվածների ծնողների հետ կապված, ես ձեր հետ համամիտ եմ, դուք Հայաստանի Հանրապետությանը տվել եք ամենաթանկը, ձեզանից շատերը տվել են իրենց միակ խնամակալին, ով վաղը այսօր հոգ էր տանելու ձեր անհոգ ծերությունը եւ պետությունը խլելով ձեզանից ձեր տղաներին, ասիկան ձեզ վերադարձրեց ոչինչ, հəl մի հատ էլ ասում է տրանսպորտի թանկացումից դուք չպետք է օգտվեք։ Զոհվածների ծնողները, հայր, մայր, դրանք ուղղակի պետությունը պարտավոր է տրամադրելու անվճար երթևեկության կտրոն, կամ ոնց են ասում քարտ, պարտավոր է։ Իսկ այս իշխանությունների հետ կապված ես իմ վերաբերմունքը միշտ ասել եմ, որ բացասական է, միշտ։ Դա մեն մոտ նորություն չի։ Ինչքան էլ որ քաղաքապետարանում կան անձինք, որոնք որ ինքնագովազդով են զբաղվում այդ մարդկային վիժվածքները, բայց եւ այնպես այս հարցը ինձ էլ է ուզում։ Իսկ շատ ներողություն, ձեր որդին ձեր միակ որդին էր։ Ոչ, ես ունեմ նաեւ մեկ դուստր։ Չէ, որպես որդի միակն էր։ Այո, միակն էր։ Զոհվել է 44 օրյա պատերազմի ժամանակ։